Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորիդ մոտ ամեն ինչ լավ է եւ ձեր ընտանիքներում տիրում է նախատոնական տրամադրություն։ Այսօր շատ հետաքրքիր եթեր ենք ունենալու մեր հետևորդների խնդրանքով դարձյալ պատրաստելու ենք նրբաբլիթներ, մեր ժողովրդի լեզվով ասած բլինչիկ։ Ամանորին բլինչիկը կարծես բոլորի սեղաններին առկա է, կարծես մեր ավանդական ուտեստը լինի, պարտադիր պետք է լինի եւ ուր գնում ես առաջինը հյուրասիրում են բլինչիկ եւ շատ համեղ է պատրաստում մեր տիկնայք։ Այսօր կբացահայտենք ամենահամեղ բլինչիկի բաղադրատոմսը։ Մինչ սկսելը չենք մոռանում լայքել տեսանյութը, ինչպես նաեւ բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել։ Այ հիմա սկսեցինք։ Սկզբի համար պետք է աղանք տավարի միսը։ Ինչպես միշտ ես տավարի մսի հետ աղում եմ մի փոքր սալ, որպեսզի ավելի հյութալի եւ համեղ լինի։ Ընկերներ ջան, ես պատրաստելու եմ 2 չափաբաժնի համար։ 1 չափաբաժնի բաղադրատոմսը ես կներկայացնեմ նկարագրության բաժնում։ Դե ինչ հետևորդներ ջան, աղացինք տավարի միսը եւ խոզի սալը։ Հիմա աղում ենք սոխը, որ ես նախորդ կտրատել եմ, սոխից հետո համեմը եւ ես մսին մի ատամիկ սխտոր եմ ավելացնում, սա պարտադիր չի, ըստ ցանկության, եթե ցանկանում եք։ Ընկերներ, սոխը ես պետք է գաղտնի աղամ, որովհետև մեր տան անդամներից մարդիկ կան, որ չեն ուտում սոխը, այնպես պետք է անեն, որ նրանք նույնիսկ ուտելիս չզգան, որ մեջը սոխ կա։ Ահա, մեր մսի ֆարշը արդեն պատրաստ է, հիմա անցնենք խմորի պատրաստմանը։ Սիրելի հետևորդներ, ինչպես արդեն ասացի, ես 2 չափաբաժնի համար եմ պատրաստում։ Մեզ անհրաժեշտ է ձու, շաքարավազ, կաթ, ալյուր եւ ձեթ։ Հիմա սկզբից կոտրում ենք ձուն։ Կես կիլոգրամ ալյուրը ավելացնում ենք ձվի վրա, այնուհետև ավելացնում ենք շաքարավազն ու աղը և ձեթ։ Հիշեցնեմ, որ 1 չափաբաժնի բաղադրատոմսը գրված է տեսանյութի նկարագրության բաժնում։ Հիմա պետք է հարենք հարիչով, որպեսզի ստանանք համասեռ զանգված։ Կաթը ընթացքում քիչ-քիչ պետք է ավելացնենք։ Մի փոքր ավելացնում ենք կաթը և նորից հարում։ Այնքան պետք է հարենք, որ կոշտուկներ չմնան։ Սիրելիներս, ինչքան էլ խառնենք, վերջում կոշտուկներ մնում են։ Դրա համար առաջարկում եմ վերջում մաղով անցկացնել։
Սիրելի հետևորդներ, այս պահին տապակենք միսը, հետո ընթացքում թերթիկները կպատրաստենք։ Տաք թավայի մեջ ավելացնում ենք ձեթը, այնուհետև մսի ֆարշը։ Մինչև միսը տապակվի, այդ ընթացքում կպատրաստենք մեր բլինչիկի թերթիկները։ Պետք է նախօրոք շատ լավ տաքացնել թավան, որպեսզի լավ ստացվի մեր բլինչիկի թերթիկները։ Սիրելի հետևորդներ, մի փոքր ձիթայուղ ենք ավելացնում, տարածում ենք, ահա այսպես, ամբողջ թավան պետք է ձեթով պատենք։ Սկզբից թերթիկները չենք շարում իրար վրա, մինչև ամբողջովին հովանա և գոլորշին դուրս գա միջից։ Հովանալուց հետո նոր կդասավորենք իրար վրա։ Սիրելի հետևորդներ, միսը համեմում ենք, կարմիր պղպեղ, սև պղպեղ, մի փոքր ցիտրոն և աղ։ Հիշեցնեմ, որ մենք նախօրոք սոխը և կանաչին մսի հետ աղացել ենք։ Ահա, վերջացինք մեր միջուկի պատրաստումը, անջատում ենք։ Սիրելի հետևորդներ, ավարտեցինք և միջուկի պատրաստումը, և թերթիկների պատրաստումը։ Ահա տեսեք արդյունքում ինչ լավ թերթիկներ ունեցանք։ Հիմա փաթաթում ենք և տապակենք։ Շատ հեշտ տարբերակ է, սիրելի հետևորդներ, պատրաստեք ձեր ամանորյա բլինչիկները այս տարբերակով։ Հիմա թավայի մեջ ձիթայուղ ենք ավելացնում, որպեսզի տապակենք մեր բլինչիկները։
Այսօրվա համար այսքանը, սիրելի հետևորդներ, արդյունքում ունեցանք շատ համեղ բլինչիկներ։ Պատրաստեք, համտեսեք եւ ինձ հետ կապ հաստատեք։ Չմոռանաք լայքել տեսանյութը, նպաստելով իմ աշխատանքի տարածմանը եւ բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե դա դեռ չեք արել։ Ձեզ հետ Նունեն է, շնորհակալություն, որ ինձ հետ էիք։ Լավն ու բարին ձեր ընտանիքներին, սպասում եմ ձեր մեկնաբանություններին։ Շատ համեղ է։